Բարի լույս սիրելի հայրենակիցներ, օրը Կիրակի է։ Այսօր ես ուզում եմ շատ կարևոր մի քանի հայտարարություններ անել կապված սահմանադրության, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի եւ ընթացող process-ների վերաբերյալ։ Ուրբաթ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ տեսանյութ նկարահանեց, որտեղ խոսում էր այն մասին, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը բաժանվում են երկու խմբի։ Պատերազմի ուժեր, ովքեր Հայաստանն ուզում են տանեն պատերազմի եւ կործանեն Հայաստանը, եւ խաղաղության ուժ, որը նա գտնում է, որ միակ ուժն է խաղաղության ուժը, անգամ իր պարտնյոր, իր հետ կոալիցիա կազմած, օրինակ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը չի դիտարկում այդտեղ, ասում է միակ ուժը մենք ենք, ինքը ասում է, եւ ասում է խաղաղության ուժի հետևից եկեք, իմ հետևից եկեք մեր օգտին քվեարկեք, ինչ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ շատ կարճ ռեպորտաժով կիսվել բոլորիդ հետ։ Հռչակագիրը, ինքը կոնֆլիկտի հռչակագիրը։ Հայաստանի անկախության հռչակագիրը Հայաստանի ղեկավարը համարում է պատերազմի վտանգ։ Իշխողուժը դեմ է, որ մայրօրենքում լինի անկախության հռչակագրին հղում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագիրը ջնջելը Ադրբեջանի պահանջն է։ If we just trying to simplify the situation, we'll only focus on a peace agreement. Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա, չլուծելով սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը 0 է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին։ Եվ այս խնդիրը մենք արդեն 2 տարուց ավելի է բարձրաձայնում ենք։ Contradictory to the main law of the country, which is not the case. Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը խուսափելի է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները երկար ժամ Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանի ղեկավարը, երբ որ ասում է մեր անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով նա ըստ էության ցուցմունք է տալիս իր պետականության դեմ, որ իր երկիրն է, որը կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն նա համարում է, որ Հայաստանն է կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն սովետական միության փլուզման ժամանակ, փլուզումը, դրանից հետո, այսինքն նա պնդում է, որ մենք ենք կոնֆլիկտը հրահրել։ Մինչդեռ սա ադրբեջանական թեզ է, սա ադրբեջանական նարատիվ է եւ Ադրբեջանը մեզ մեղադրում է, որ մենք կոնֆլիկտ ենք հրահրել։ Իրականությունը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտ չի հրահրել։ Ադրբեջանը սկսել է քաղաքականություն, երկար ժամանակ վարել է, հետո ավելի է սրել այդ քաղաքականությունը, որը ուղղված է եղել իր սովետական միության տարածքում բնակվող հայերի դեմ եւ այն հայերի դեմ, ովքեր ունեցել են քաղաքական իրավունքներ, այսինքն ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղը ունեցել է ինքնավարություն։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի էջը ըստ էության փակված է, ցելի այնակիցներ, եւ որի ֆրասմեն էջը ուժեր կան չեն փակում, դա պատերազմ կբերի, բան խափում են, ստում են, որ դրանով ձեր ձայները տանեն։ Խափում են, որ ասում են կա Ղարաբաղյան շարժում, եւ այդ շարժումը հիմա ու շարունակում է, տանում է պատերազմի։ Հայաստանում Ղարաբաղյան շարժում գոյություն չունի, եւ այդ շարժումը ավարտված է, այդ էջն էլ փակված է։ Հիմա այս ինչ որ ուզում անի, փակում է Հայաստանի էջը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանադրության պրեամբուլայից նախաբանից անել սահմանադրության պրեամբուլայից հանել անկախության հռչակագրի հղումը նշանակում է Հայաստանի ծննդականը մայր փաստաթղթի տակից հանել, այսինքն չկա նման պետություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այս գործողությունը պետք է սրա դեմ պետք է պայքարեն բոլոր անկախական մարդիկ, ովքեր ուզում են որ Հայաստանը լինի անկախ երկիր, ինքնիշխան երկիր։ Նա հիմա գործում է Հայաստանի Հանրապետության անկախության դեմ։ Այս մասը անցանք, որ բացատրեցի, որ ոնց է ցուցմունքը, որտեղ կոնֆլիկտը մենք չենք սկսել, կոնֆլիկտը սկսել Ադրբեջանը, մենք պաշտպանվել ենք, գնացինք առաջ։ Նրանք հայտարարում են, թե սահմանադրություն փոխել չփոխելը Հայաստանի ներքին գործն է։ Հետո էլ Սահմանադրական դատարանը քննեց ու որոշեց, ոչ մի տարածքային պահանջ չկա մայրօրենքում։ Անկախության հռչակագրի հիշատակումը իրավական ուժ չունի։ Փաշինյանը բարձր դատարանի որոշմանը հղումանելով էր արձագանքում Բաքվին, թե հարևաններից տարածքային պահանջ չունի Հայաստանը, բայց ադրբեջանական իշխանությունը չնահանջեց։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման դարձրեց հարցը։ Ով համաձայնա, եկեք իմ հետևից։ Նոր սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն եւ բոլոր երկրներում այդպես, ասենք երկիր կա Գերագույն դատարանը, Միացյալ Նահանգներում Գերագույն դատարանը մեկնաբանում է իրենց սահմանադրությունը։ Հայաստանի Հանրապետությունում մեր սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որն իրավունք ունի մեկնաբանելու սահմանադրության մեջ գտնվող ամեն տառը, բառը, չգիտեմ ասում են սահմանադրության ոգին, հա, ոգին մեկնաբանում է, բան, այսինքն ուրիշ մարմին չկա, դա ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ իր մտերիմ Իլհամ Ալիևն է, ոչ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ոչ Ջեյհուն Բայրամովն է, ոչ Հիկմետ Նահաջիև, չէ, մեր սահմանադրական դատարանն է դրա այդ մարմինը։ Մեր սահմանադրական դատարանը քննելով այս հարցը, ասել է, որ այդ պրեամբուլայի հղումը բացարձակապես տարածքային որևէ պահանջ չի ընդհանրում հարևան երկրներից, որևէ երկրից։
Եվ հետևաբար կարիք չկա, որ մենք պրեամբուլայից հանենք։ Հիմա Փաշինյանը ասում է, որ ԿՊ-ն որոշել է, որ պետք է պրեամբուլայից, այսինքն Սահմանադրության նախաբանից, այս դեզով խոսամ ոչ իրավաբանական, պետք է դուրս գա անպայման։ Պետք է հանվի ու եկեք իմ հետևից, ով չգա, ովի մեջ չգա Ղարաբաղյան շարժումը փակելու, նա ուզում է պատերազմ, այսինքն ինքը իր ժողովրդին շանտաժ անում, բայց դրա արդյունքում վերացնում է Հայաստանի անկախության հիմքը։ Այսինքն ոնց որ մի հատ երեխա է ծնվում, չէ, ունենում է ծննդյան վկայական ակտ, որ ծնվեց, այսինքն ծննդատան թուղթը տանում են ԶԱԳՍ այդպես ծննդան վկայական, չէ։ Ինքը ուզում է վառի այդ ծննդյան վկայականը, ոչնչացնի, որ չլինի այդ երեխայի ծննդի վերաբերյալ որևէ փաստաթուղթ։ Որ հետո այդ երեխայի ծնունդը, այսինքն Հայաստանի Հանրապետության ծնունդը վիճարկեն մեր հարևանները Ադրբեջանը, Թուրքիան, ուրիշ հարևաններ էլ կարան վիճարկեն, բացարձակապես ես չեմ որևէ մեկի բանանում, բայց տարբեր երկրներ կարան վիճարկեն։ Եվ ինքը երկիրը տանում է մի հատ ազգակործան process-ի, որովհետև նայեք, եթե մենք ընդունում ենք որ Սահմանադրությունը տարածքային պահանջ ունի, որը չունի մեր Սահմանադրական դատարանը ասում է չունի, իր ասելով սա կոնֆլիկտի բան է, հռչակագիր է, գնում ենք դա փոխելու, այսինքն գնում ենք հանրակրվեի։ Եվ հանկարծ հանրակրվեին չի անցնում։ Ալիևը կարող ասի, տեսակ դուք ընդունեցիք որ տարածքային պահանջ ունեք, բայց դա չեղավ, հետեւաբար դուք այդ տարածքային պահանջը ոչ թե ուներ են ժողովուրդը, որ 95 թվին ընդունեց Սահմանադրությունը։ Եվ հռչակագիրը դրանից առաջ, այլ նաև այսօրվա ժողովուրդ ունի տարածքային պահանջ եւ ես կարող եմ ձեր դեմ պատերազմեմ։ Այս մեկ, այսինքն երկիրը փուրն է տալիս իր վարած քաղաքականությամբ։ Երկրորդ տարբերակը, պատասխան գնում ենք ժողովուրդը գնում է Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի ոգեշնչմամբ տոգորված գնում է տեղամասեր, ինչ էս բացառում եմ ըստ էության։ Եվ ասում է, այո, մենք կողմ ենք հանեք Սահմանադրությունից նախաբանը եւ դրա համար բան արեք։ Ընդունում ենք Ալիևն ինչ ասում է, էս էլ ենք կատարում։ Չի եղել դեռ պայման պահանջ որ չենք կատարել։ Հետաբար որ ասում են ադրբեջանցիները չեն գալու, լավ դե Հավայի բանա, բանա չի եղել պահանջ։ Այդ մարդը չի եղել մի բան որ Նիկոլը չանի։ Հիմա ինչ գարանտիա եք ասում որ այն մյուսները չի ան, անելու է, սաղ անելու է։ Հիմա եթե հանկարծ գնում ենք ասում ենք այո եւ այդ պահանջը կատարում ենք, երկրորդ տարբերակն եմ ձեզ բացատրում։ Մենք վերացնում ենք մեր ծննդյան վկայական։ Այս երկիրն ունենալու է ֆունդամենտալ խնդիրներ դրանից հետո։ Կարող չճանաչեն այս պետությունը։ Այսինքն Հայաստանը կործանում է ժողովուրդ։ Մենք ոչ պատերազմ ենք ուզում, ոչ պատերազմի կուսակցություն ենք, ոչ պատերազմ կա, ոչ կարա լինի, որովհետև այսօր պատերազմը խաղաղության soft power-ով է, փափուկ ուժով է տեղի ունենում։ Վերացնում են մեզ փափուկ ուժի միջոցով։ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների գլխավորությամբ, նրանց ձեռամբ։ Եվ հիմա ասելի հայրենակիցներ, ոչ թե մեզ պետքա ասել որ Սահմանադրության հանրակրվելինի գնանք դեմ քվեարկենք, չէ, պետքա ամեն ինչ անել որ չլինի այդ հանրակրվեն։ Ոնց է հնարավոր անել որ այդ հանրակրվեն չլինի։ Պետքա Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ մայիսի 7-ից հետո։ Այ եթե ինքը չի լինում վարչապետ, այս իր տված խոստում էս պայմանավորությունը վերանում է։ Մենք հանրակրվեն չենք փոխում, հանրակրվե չենք անում, Սահմանադրությունը չենք փոխում այդ ձևով, չենք հանում Սահմանադրության մեջից մեր անկախության հռչակագրի հղում, այսինքն մեր ծննդյան վկայականը չենք ոչնչացնում ու Սահմանադրական դատարանի որոշումով, որ տարածքային պահանջ չունենք, շարունակում ենք բանակցությունները եւ կնքում ենք խաղաղության համաձայնագիր։ Էսա պետք է ինքը դուրս գա այդ արանքից, ասում ենք եթե ինքը մնում է իրան օգտագործում են այս երկիրը վերացնելու համար, ինքն էլ լծված է այդ process-ին։ Հիմա անդրադառնամ ինձ։ Ես ընդգրկվել եմ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում 2000, եթե չեմ սխալվում, 21 թվականին։ Այդ խորհուրդը պետքա փոխեր Սերժ Սարգսյանի կոստյումը, այսինքն այս ստոր, այս կեղտոտ, այս Հայաստանի գլխին այսքան արհավիրք բերած տականք, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, Սահմանադրությունը պետքա փոխեր։ Այդ խորհրդի աշխատանքները ընթանում էր, մինչև այն պահը, որ վարչապետը գնաց ռադիո եւ հարցազրույց տվեց հունվար ամսին, որ մենք Կարմիր շորերով ենք եւ ցուլը ուզում է մեր վրա արձակվի, դի Կարմիր շորերը հանենք։ Դրանից հետո մենք բավականին սուր խոսակցություն ենք ունեցել, ես եւ ինքը, որից հետո այդ ժամանակ նաև հասունացել էր մնացած այլ հարցերով էլ, վերջնականացվեց այդ պահին, ես հրաժարական ներկայացեցի եւ դուրս եկա։ Նկատի ունեմ հատուկ հանձնարարությունով դեսպանի պաշտոնից։ Բայց շարունակեցի մնալ խորհրդում, որ հանկարծ եթե իրանք բերեն պրեամբուլայի հանումը, նախաբանը, ես դեմ քվեարկեմ։ Գոնե մի մարդ դեմ քվեարկի։ Վերջը ես լսել եմ, որ խորհրդում էլի մարդիկ կան, որ ուզում են դեմ քվեարկեն։ Վստահ չեմ, բայց կապրենք կտեսնենք։ Հիմա ես հարց ունեմ, ես այն օրը որ Ալիևը ասել է, Հայաստանը տնային աշխատանք ունի, գնացեք ձեր տնային աշխատանքը արեք, եթե չեմ սխալվում, կատարում էր որտեղ էր։ Դոհաում էր, չգիտեմ, էական չի որտեղ էր ասում։ Ես այդ օրը հարցերից տվեցի, ասեցի, ես Ալիևի տնային աշխատանքը չեմ կատարելու։ Եվ հետևաբար, ես այդ օրվանից չեմ գնացել Սահմանադրական խորհրդի նիստերին։ Մեծ հաշվով բոյկոտում եմ։ Եվ այստեղ շատ կարևոր բան կա։ Հիմա Գորգ ջան, մեզ պարտադրում են Ալիևի պահանջները, որպես տնային աշխատանք խելոք նստել կատարել։ Այս խորհուրդը Սահմանադրության չի փոխում Սերժ Սարգսյանի կոստյումը։ Ուղղակի կոսմետիկ մի քանի բան են անում, ուզում եմ ձեզ իրազեկեմ, եւ վերջում հանգեցնելու են նրան, որ պրեամբուլան է փոխեցինք, նոր Սահմանադրության տեքստ ունենք։ Էս ա լինելու։
Ես ձեզ հիմա էլ ընդեղել եմ ասել, խորհրդում եմ ասել, որ ես դեմ եմ քվեարկելու, ես դեմ եմ, դրա մասին խոսակցություններ եղել է, էլի մարդիկ են ասել, որ կա դեմ քվեարկեն, հիմա էլ եմ ասում, բայց ես այս պայից սկսած, ես անիմաստ եմ համարում այդ խորհրդում իմ լինելը։ Ինչու՞, որովհետև արդեն նախանշված, այսինքն ինքը անբեկանելի է, այսինքն տեղել հարց չի քննարկվում։ Վարչապետն ասում է, որ 100% անես մենք հանրում ենք, պրծավ։ Եվ ավելին, այն հեղափոխության ժամանակ եղած այն խոստումները, մեր այդքան լոբինգ արած 2014 թվից 15 թվին որ սահմանությունը ընդունվել է, որ այս սահմանությունը արհավիրք է բերել երկրի գլխին, պետք է այն փոխել, այս խորհուրդը չի կատարում։ Եվ իմացեք, սիրելի հայրենակիցներ, որ վաղը մենք գնանք պարլամենտ այս ընտրություններից հետո, մենք այս սահմանադրությունը փոխելու ենք, սարքելու ենք սահմանադրություն, որը սուպեր վարչապետական չի։ Այն այլանդակությունները, որ երկրում տեղի ունենում, նաև այս սահմանության պատճառով է, որ չկա հակակշիռներ, փոխզսպումներ, եւ այդ ամեն ինչը մենք պետքա փոխենք։ Ես այդ նպատակներն եմ իմ առաջ դրել, որ փորձել եմ այդտեղ իմ ներդրումը որպես սահմանադրական իրավունքի մասնագետ ունենալ։ Բայց պարզվում է, մենք պետքա Ալիևի հրահանգները կատարենք եւ Ալիևի հրահանգները, տնային աշխատանքը, բանը կատարենք, տնային աշխատանքն ասա մեր։ Եվ սա խաղաղության հետ կապ չունի, չխաբվեք։ Մնացած այստեղից եթերը անդրադառնում է Մեսրոպ Մաշտոցին, կաթողիկոսին, եկեղեցուն, որ սա ուզում են պատերազմ լինի, բան, ինչ ասում է, սա իրականությանը չի համապատասխանում։ Եվ վերջին բանը ասեմ։ Ասում է, որ այն ժամանակ ես գոռացել եմ Արցախ Հայաստանը եւ վերջ եւ երբ որ պահներ այդ պայքարելու չեկան իմ հետ պայքարեն, բան ուրեմն 44 օրյա պատերազմի առաջին օրից ամբողջ երկիրը բոլոր ընդդիմադիր ուժերը իրանց տարածությունները դել են մի կողմ եւ լծվել են այդ պատերազմին։ Բոլորը լծվել են այդ պատերազմին։ Այդտեղ որևէ վեճ բան չի եղել։ Գոնե մինչև հոկտեմբերի 19-ը, երբ որ առաջարկել պատերազմը կանոնեցնել, չի եղել որևէ ներքին խժդժություն։ Դրանից հետո չի եղել, եղել արդեն փակ խուսակցություններ։ Չի եղել, հետեւաբար երբ որ պատերազմը եղել, բոլորը քո հետևից եկել են։ Բայց ուրիշ բան է տեղի ունեցել։ Եթե դու այն ժամանակ սխալ ես հաշվարկել, հետո եկել ես հիմա ընդունել ես պրիզնատես եկել խաղաղության պլանը եղել, դու մերժել ես ու ոչ մեկը չենք իմացել։ Դու խաղաղության պլանես մերժել, ոչ մեկը չենք իմացել, ու գլխավորությամբ գնացել ենք պատերազմ, հավատալով որ էսա միակ ճանապարհը։ Վերջում պարզվում է խաղաղության պլանը եղել, մերժել ես։ Վերջում պարզվում է պատերազմ պարտվել ենք, որտեղ բարդակ եղել, կառավարում չի եղել, ու էլի 1000 պատճառ։ Ու հիմա եկել ես ասում ես պատերազմի ժամանակ երբ այդ պայքարին վաղ չեք եկել, դե հիմա պետք է սենց անենք։ Իսկ հարց ո՞նց է ալնում որ այն ժամանակ դու ընդունում ես որ սխալ ես վերլուծել, սխալ ես կանխատեսել դու։ Հետեւաբար սենց է եղել, այսինքն որ գնացել ինքը ընդունում է, որ գնացել Արցախ գոռացել է։ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ ժամանակ ինքը ընդունում է որ ինքը սխալվել է։ Դե հարցը առաջանում։ Բա որ դու այդ ժամանակ սխալվել ես։ Մենք ինչ երաշխիք ունենք որ դու այսօր չես սխալվում։ Ես վստահ եմ որ դու այսօր ես հենց այդ սխալվում։ Այն ժամանակ էլ ես սխալվել։ Եվ ես քո սխալների պատճառով մենք անդադար ես երկիրը ջախջախի չարվածների մեջ ակնեմ։ Արդարադատության նախարարը խոստացել է այս ամիս կլինի, ու մինչ այդ Նիկոլ Փաշինյանը փաստացի ամենաղմկոտ հարցի պատասխանը տվեց. անկախության հռչակագիրը չի լինի։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Նիկոլ Փաշինյանը միայն Հայաստանի անկախության հռչակագիրը չէ, որ համարում է պատերազմի վտանգ։ Էս ինքն է, չէ՞ ասե։ Ասում եմ դեմս կդնեն կասեն ես եմ ասել լայվի մեջ ասում։ Հա դու ես ասել, եղբայր։ Բա որ դու ես ասել։ Այստեղ հարցը չի առաջանում։ Բա որ դու ես ասել։ Մտածում ես որ այդ ժամանակ սխալ ես արել։ Դու գորված ես եղել այդ բաներով բան։ Ինչ երաշխիք կա որ դու այսօր ավելի ճիշտ ես։ Դու չես կարողանում որևէ միջազգային իրավիճակ հաշվարկես։ Ամենաթարմ օրինակը Իրանում ընթացող պատերազմը։ Դու ոչ մի process չես կարող հաշվարկես, թե ոնց պետք է լինի։ Միակ բանը, որ կարող ես հաշվարկես, կարողանում ես հաշվարկել քու նախկինների կռիվը, ոնց սարքես, որ դու վերընտրվես։ Մենակ էտա քու մոտ լավ ստացվում։ Դու դրանից ես լավ։ Դու ուրիշ ոչ մի բանից լավ չես։ Ու դու դա լավ գիտես։ Այսքանն է ուզում ասեմ։ Հետեւաբար սիրելի հայրենակիցներ, պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 7-ից հետո այս իշխանությունը չլինի իշխանություն, որովհետև թե սահմանադրության հանրակրվեի մեզ տանելը, այդտեղ այոլն էլ է պրոբլեմ, ոչն էլ է պրոբլեմ։ Երկու պարագայում էլ երկիրը տանում են ջախջախի չարվածների։ Մենք դա թույլ չենք տալու, ես դա փորձել եմ անել սահմանադրական խորհրդում, հիմա էլ փորձելու ենք անել սպասվող խորհրդարանական ընտրություններ։ Հետեւաբար կանգնեք մեր կողքին եւ օգնեք, որ այս երկիրը այս վիճակից հանենք։ Շնորհակալ եմ, խնդրում եմ տարածել այս նյութը, սա շատ կարևոր է եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։